Ողջույն, Բուն TV եթերում սպորտ ոդքասթի հերթական թողարկումն է, այս շաբաթվա թողարկումը։ Իսկ այս շաբաթը Երևանը մի տեսակ sense մեղմ ասած քաղաքական է, աշխարհաքաղաքական անգամ կասեի, ու ճիշտ ասած իմ համար այդ առումով մի քիչ անսպասելի ստացվեց, քանի որ հենց այդ աշխարհից եկավ մի հետաքրքիր սպորտային իրադարձություն, քանի որ Երևանը բացահայտեց, որ օրինակ անգամ Ֆրանսիայի նախագահի համար բավական հարմար քաղաք է վազելու համար, եւ օրինակ իմ էնտուզիաստ ընկերները, ովքեր որ միշտ պրոպագանդում են մասսայականացման կողմնակից են վազքի, խոսում են, ասում են, դե ասում ես էլի Գևորգ ջան, այսքան մենք փորձում ենք, աշխատում ենք, գրում ենք այդ մասին, բայց պարզվում է, որ վազքը որպես ինչ-որ մի բան, որը որպես հոբբի, առօրյայի ձև կարա գոյություն ունենա, անպայման է, որ գա այդ մակարդակի մարդ վազի, ցավոք սրտի դա իրապես այդպես է, եւ դրանից չպետք է ընդհանրապես սրտնեղել, եւ այո, բանից պարզվում է, որ ոչ միայն մեզ մոտ, այլ նաեւ առհասարակ ամբողջ աշխարհում է այդպես։ Եթե այս կամ այն երկրում վազելու մշակույթ չկա, իսկ մեր տարածաշրջանի շատ երկրներում է այդպես, օրինակ նույն Թուրքիայում, նույն Իրանում, որոնք որ սպորտային երկրներ են, բայց օրինակ նույն վազքի հետ այդքան էլ նրանք չեն ասոցացվում առհասարակ ու մասնավորապես, քանի որ իրապես քաղաքային միջավայրերում նրանց մոտ այդ վազել ընկալումը չկա։ Իրանահայ մի ընկեր ունեմ, ով որ ասես Թեհրանում, եթե մեկը վազում է, միշտ նայում են նրա հետևից կա հնարավոր է ինչ-որ մեկը նույնպես վազում է եւ նա ինչ-որ վտանգից է փախչում, այդպիսի ընկալում կա։ Եվ մեզ մոտ նույնպես, մեզ մոտ փոքրիկ այդ խմբակները, որոնք որ գոյություն ունեն, Երևանի տարբեր հատվածներում են վազում եւ մեծ հաշվով պարզապես երեխաներին զբոսանքի կամ ինչ-որ սիրահար զույգեր նրանք կարող են նկատել, որ այս տարածքում օրինակ նաեւ վազքի համար հարմար տենց միջավայր կա, դե քաղաքի կենտրոնն էլ մեր այնպես է որ հարթ տարածք կա եւ դրա շուրջ ինչ որ Էմանուել Մակրոնը աժոտաժ ստեղծեց, ուրախ եմ որ մեր վազքի սիրահարները եւս կպան վազեցին, այնտեղ անգամ երևանյան կոլորիտը երևաց, նրա մի հատված ուղեկցում էր երևանյան մի շունիկ կամ շներ, չգիտեմ, դա դարձել էր օրվա հերոսներից մեկը, ճիշտ ասած ես շատերին բան էի անում այդ թեմայով, որ խոսում էի, լավ է որ երևաց, որ շունը ագրեսիվ չի, որովհետև շատ վազորդներ, օրինակ նույն ինձ հարցնում են, ասում են, իսկ շները չեն կծում, երբ վազում ես, դե վառօրինակ, որ չէ, պարզապես ուղեկցում էր, ընդհակառակը նրանք անվտանգությունը տեն ապահովում, որպեսզի Երևանի մի թաղամասից մյուսը կամ երբ վարչական շրջանից մյուսն ես գնում, եթե երկար տարածքներ ես վազում, դու կունենաս շների տենց ուղեկցորդ շներ էլի, քեզ հանգարցակի, եթե ուրիշ թաղամասի այ շուն ում համար անծանոթ են վազորդները, տենց գան եւ բախում կլինի, բայց արդեն շների միջև, քո եւ նրանց միջև չէ, էլի։ Իհարկե, այս ամենը կատակով, բայց այդ թեմայով լավագույն կատակը ես չեմ կարճ ասեմ, ինչ որ մեկը ասեց, որ դա իրականում մեր ԱԱԾ-ի աշխատակիցներն են, նրանք շներ ունեն հատուկ, որոնք որ այդ ոլորտում են աշխատում, եթե պետք է լուրջ մակարդակի տենց ներկայացուցիչներին անվտանգություն ապահովել, նրանք էլ հետևից գնում են, բայց դա լավ կատակով անցանք։ Այդուհանդերձ պետք չէ սրտնեղել, բոլոր նրանք, ովքեր հսկայական աշխատանք են տանում, սա նախաբան էր մի ամբողջ sense մայիսյան վազքերի մասին շարքի, քանի որ կա One Run, կա Spring Run եւ բոլոր նրանք, ովքեր որ նաեւ Vineyard Run, որը ովքեր որ ուզում են ոչ թե ասֆալտի վրա պարզապես վազել, այլ օրինակ ավելի գեղատեսիլ սարերում, հողի վրա եւ այլ կարճ ասած այդ բոլոր անուններով որոնեք համացանցում, այնպես որ sense հարուստ է իրադարձություններով այդ տեսանկյունից բոլոր նրանք ովքեր որ ողջևորվել են եւ տեսել են որ Ֆրանսիայի նախագահ կրկնում եմ Երևանում կարավազի, իրանք էլ ինչու՞ չէ այդ նույն տարածքը կարող են վազքի համար օգտագործել, խորհուրդ եմ տալիս որոնել, գտնել օրերը, իդեպ դրանցից որոշներ, եթե չեմ սխալվում, One Run-ը ինչպես միշտ, այնպես էլ այս տարի լինելու է անվճար գրանցման մասնակցության, ինչպես նաև շապիկ վերցնելու եւ վերջում ամենակարևորը բոլոր վազորդների համար, որպեսզի ապացուցես, որ այդ մրցատարածությունը դու հաղթահարել ես, իհարկե մեդալն է, որը զարդարելու է դեր
պարանոցը։ Այնպես որ բարձվում է միշտ չի որ քաղաքականությունից կարելի է միայն եւ միայն բողոքել, կրկնում եմ մեր sense փոքրիկ վազորդների համայնքում Երուսերեր օրերս եւ հաճելի ինչ խոսք միանշանակ որքան էլ որ այդտեղ կա քաղաքականի կոմպոնենտ, այդուհանդերձ երբ մասսայական մարզաձև առողջ ապրելակերպ է քարոզվում, միայն եւ միայն կարող ես ասել, որ ընտիր, թող սենց լինի, թող հայ ժողովուրդը սկսի առողջ ապրել, շնորհիվ Մակրոնի մի որոշման իր թիկնապահների հետ վազելու, որը ավելի շատ հասկանում եք ինքը քարոզչական բնույթ ունի եւ իմաստներ ա կրում իր մեջ, քան հենց առողջ ապրելակերպի, բայց եթե այդ կերպ պետք է նպաստենք, որ Հայաստանում հասկանան, որ միջավայրը բարենպաստ է վազքի համար, եղանակն էլ առավել եւս թող լինի տենց։ Իսկ հիմա անցնենք արդեն այն բոլոր մնացած սպորտային իրադարձություններին, որոնք սպորտային աշխարհից են մեզ մոտ գալի, այլ ոչ թե քաղաքական գործիչների վազքի ելնելու, չելնելուց։ Նախ սկսենք ֆուտբոլային իրադարձություններից ու մասնավորապես հայկական ֆուտբոլից, մենք ներքին մեր մրցաշարերի որոշ արդյունքներ ունենք քննարկելու, առհասարակ հասկանալու թե ինչ տեղի ունեցավ, թե գավաթի խաղարկությունում, թե առաջնությունում, որը արդեն թևակողել է տեն շատ լուրջ փուլ, երևի առաջին հերթին ժամանակագրորեն, եթե մոտենանք հարցերին, ապա պետք է քննարկենք գավաթի խաղարկությունը։ Այստեղ շատերի ընկալմամբ եզրափակչին արժանի կիսաեզրափակիչ զույգ էր ձևավորվել, դե վերջին շրջանում շատ է խոսվում Արարատ Արմենիա թե Նոա թե Արարատ Արմենիա եւ հենց նրանք իրար հանդիպեցին կույր վիճակահանության արդյունքում, այնպես ստացվեց, որ առաջին դիմակայության 1 գոլը, որը Նոան կարողացել էր գրանցել, կարողացավ նաև երկրորդ խաղում պահպանել եւ այդ առավելությունը 1 գնդակի Սանդրո Պերկովիչի թիմի համար եղավ բավարար նվաճելու եզրափակչի ուղեգիր։ Իդեպ եզրափակիչը տեղի է ունենալու արդեն ֆուտբոլի ֆեդերացիան այդ թեմայով հայտարարություն է տարածել եւ ամսի 14-ին հանրապետական ստադիոնը կընդունի գավաթի եզրափակչի մասնակիցներին, իսկ երկրորդ մասնակիցը դարձավ Ուրարտուն։ Ուրարտունը շատ լուրջ դժվարությամբ, եկեք հենց այդպես ասեմ, հաղթահարեց առաջին խմբի ներկայացուցչին Անդրանիկին։ Ճիշտն ասած, ես չէի սպասում, որ Արամ Ոսկանյանի գլխավորած այս համեմատաբար հայկական ֆուտբոլում նոր պրոյեկտը կարողանա հաջողի կիսաեզրափակիչ նման պատասխանատուն խաղում, բայց ես մինչ այդ էլ ասել էի, որ իհարկե գավաթի խաղարկության տրամաբանությունն է հենց այդպիսին, դու պարզապես ամեն ինչից անկախ պետք է փորձես տրամադրվել 1 կամ 2 խաղի։ Դե հիմա առաջին խաղում այնպես ստացվեց, որ Ուրարտուն ոչ իր ամենամարտական կազմում չկարողացավ առավելություն ապահովել, գրանցվեց 1-1 ոչ ոքի արդյունք եւ երկրորդ արդեն խաղում Անդրանիկը իսկական պայքար առաջարկեց, կարողացավ մեծ հաշվով թե դիմանալ եւ ցույց տալ, որ ինքը շատ լուրջ է տրամադրված։ Ուրարտուն արդեն մարտական տեսք ուներ եւ միայն 11 մետրանոցից Պրեմիեր լիգայի գլխավոր ռմբարկու Բրունո Միշելը կարողացավ գեղեցիկ հարվածով, իհարկե Պանենկայով գրավել եւ մինիմալ առավելություն 2-1 եւ Ուրարտուն ապահովում է իր տեղը եզրափակչում գավաթի խաղարկության, պարզ է մրցակիցը կլինի Նոան, Ուրարտուն միշտ եղել է գավաթային թիմ, նրանք հաջող են այստեղ հանդես գալիս եւ իհարկե այս տարի նաեւ պայքար էին մղում, շարունակում են պայքար մղել չեմպիոնության համար, բայց այդ թեման առանձին կքննարկենք, քանի որ տեղի ունեցավ հերթական տուրը եւ հերթական տուրում Ուրարտուն պարտություն կրեց Արարատ Արմենիայից սեփական հարկի տակ 0-2 հաշվով, բայց եթե վերադառնանք ու նախ եւ առաջ ամփոփենք գավաթի հատվածը, պետք է ասենք Ուրարտուի եւ Ռոբերտ Արզումանյանի համար, գլխավոր մարզչի համար շատ կարեւոր քննություն է, կրկնում եմ, նրանք կարողանում են 1 խաղերից կազմված գավաթային դիմակայություններին տրամադրվել եւ վստահ եմ, որ որքան էլ Նոան իհարկե իր խաղացողներով, հնարավորություններով անհամեմատելի է շատերի հետ, եթե զուգահեռներ ենք անցկացնում, այդուհանդերձ նրա հետ իհարկե պայքարել հնարավոր է եւ այդ հանգամանքն ու գործոնը այս մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ վակումներ են ապացուցել։ Դե Արարատ Արմենիան այդ թվում եւս նրանց գլխավոր մարզիչը Մանուել Տուլիպան խոսեց այդ մասին, ընդգծեց, որ առաջին խաղում 1-0 հաշվով մինիմալ այդ հաղթանակից հետո Նոայի նրանք կարողացան տրամադրվել
տվել, պահեր ստեղծեցին, այդ օրը դաշտում նրանք ավելի լավ թիմ էին թե տեսքով, թե խաղով, սակայն նրանց մոտ վերջին հարվածը ներ, որ չէր ստացվում, արդյունքում պահերը չիրացրեցին եւ ըստ էության ասում են այս մրցաշարին ցտեսություն եւ ամբողջությամբ տրամադրվում են արդեն Fastex Premier League-ային։ Սա ուն մոտեցանք մեր հիմնական մրցաշարին, առաջնությանը, որը արդեն վաղուց թևակողել է այն ամենաէական փուլը, մենք խոսել ենք դրա ամեն մի գրեթե փուլի մասին, ամեն մի մրցափուլ քննարկել ենք այստեղ այս նույն տաղավարում եւ հիմա արդեն կարող ենք ասել, որ այն հատվածն է, որ արդեն լավագույն հնգյակում մենք հասկանում ենք ով է իրական հաղթողի հավակնորդը եւ ովքեր են նրանք, որոնք որ պայքարից կարծես թե դուրս են մնում եւ թվում է թե այդպիսիք Ալաշկերտն ու Ուրարտուն են, քանի որ Ուրարտուն իր անմիջական մրցակցին այդ պահի դրությամբ երկրորդ հորիզոնականում գտնվելով նրանք ընդունել էին սեփական արկի տակ Արարատ Արմենիային այդ պահին ունեցող 48 միավոր եւ հենց այդ տվյալ խաղում նրանք գնդակը ոնց որ զիջել էին հյուրերին եւ կարողանում էին իհարկե հակագրողներով պատասխանել, բայց այդուհանդերձ պետք է ասենք, որ ռեալ գոլային պահեր իհարկե Արարատ Արմենիան ստեղծում էր, երկրորդ խաղակեսում արդեն փոխարինման մտած Ալիոն Նդուրը դրանցից երկուսը իրացրեց եւ Ուրարտուն վերջին հատվածում փորձեց փոքրիկ ճնշման գնալ, բայց արդեն ժամանակը բավարար չէր եւ հնարավորություններ նրանք չունեցան ռեալ եւ հաշիվը պահպանվեց 2-0 հօգուտ Արարատ Արմենիայի, նա փաստացի երկրորդ հորիզոնականում գտնվող իր անմիջական մրցակցին պարտության մատնեց, փոկվեց էլ ավելի շատ 23 խաղից հետո Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները ունեն 51 միավոր, Փյունիկը հավասարվեց, այստեղ էլ ավելի մեծ նվեր մատուցեցին հիմնական մրցակիցներից մյուս երկուսը Փյունիկն ու Նոան, որոնք որ Նոայի հարկի տակ ավարտված այդ դիմակայությունում խաղը ոչ ոքի արդյունք ունեցավ։ Որքան առաջնությունը գնում է դեպի ավարտը եւ միավորների պաշարը, փոխհարաբերությունները, սենց հակակշիռները ամեն ինչ փոխվում է, նժարին նայում ես թե ինչ իրավիճակ է, իսկ բարդ իրավիճակ է այստեղ նաև սրվում են ակումբներ եւ մրցավարության առանձին սխալներ այդ դիտարկումները պետք է ասել, որ օրինակ այդ խաղում Նոան կարողացավ գրավել մրցակցի դարպասը, Փյունիկի դարպասը, բայց Խամոյանի հարվածը եւ դիպուկ հարվածը չեղարկվեց որպես այդպիսին։ Նոան էլ իր հերթին արդեն հայտարարությամբ հանդես եկավ, ոչ թե Նոան, այլ Նոայի զարգացման տնօրենը Աննա Օհանյանը, բոլոր նրանք ովքեր թե ինչպես էր դա հիմնավորվում, ինչ էր տեղի ունեցել եւ այլն կարող են այդ հայտարարությունը ընթերցել, հասկանալու համար դե պարզ է մրցակցության այն իրականությունում, որը որ կա, իսկ այստեղ ոսկու գին ռեալ իրոք ոսկու գին ունի ամեն մի դիպուկ հարված, ամեն մի չեղարկված գոլ, ամեն մի խաղից դուրս իրավիճակ, ամեն մի վառ դիտում չդիտում, որի հետևանքով մրցավարները կայացնում են որոշումներ։ Ի դեպ նաև դրանով է պայմանավորված, որ ճնշում կա մրցավարների վրա եւ այդ ճնշմամբ է պայմանավորված ֆեդերացիայի հերթական որոշումը, որ գավաթի եզրափակիչը սպասարկելու են օտարազգի մրցավարներ։ Նման պրակտիկա Հայաստանում արդեն կարող եմ ասեմ իրապես շատ է եղել, թե առաջնության խաղ եւ թե հատկապես գավաթային դիմակայություններ առաջնության խաղերի տեսանկյունից հնարավոր է շփոթում են, բայց ես հիշում եմ մի առաջնության վերջին տուրը սպասարկել էին, եթե չեմ սխալվում, օտարազգի մրցավարական բրիգադներ, իսկ գավաթային խաղարկությունում օտարազգիներ շատ են եղել, արդեն անգամ հեղինակավոր մրցավարներ են աշխատել Իտալիայից եւ այս մրցաշրջանում եւս համանման որոշում է կայացվել, թե որ երկրից եւ ովքեր կլինեն մրցավարները, դա դեռևս կորոշվի։ Ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան հայտարարության մեջ ընդգծել էր, որ այդ մասին լրացուցիչ ռելիզ իրենք կտեղադրեն, թե երբ եւ ովքեր կլինեն, ես հիմա այս պահին դժվարանում եմ պատասխանել։ Հնարավորությունների սահմաններում այնպիսի մասնագետներ լինեն, որոնք որ ֆուտբոլային աշխարհում բավական հայտնի են, վերջին անունները չեն եւ գոնե այս մրցաշրջանում տենց անաղարտ կարիերա ունեն, չնայած իհարկե հասկանում եք, որ մրցավարների ճակատագիրը ամբողջ աշխարհում շատ բարդ է, մանավանդ հիմա, երբ վառի գործոնը կա, բոլորը անխտիր դժգոհում են։ Չնայած իդեպ պետք է ասել մի շատ հետաքրքիր դիպվածի մասին, քանի որ Արարատ Արմենիան Նոա գավաթային երկրորդ
երկրորդ պատասխան հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում երկու մարզիչներն էլ Սանդրո Պերկովիչն ու Մանուել Տուլիպանն էլ ընդգծեցին, որ առանձնահատուկ կարևորություն են տալիս մրցավարների գործոնին հենց այս խաղում, քանի որ նրանք ուղղակիորեն շատ լավ խաղ են անցկացրել առանց որևէ խնդրի։ Դա այն դեպքում, երբ որ շատ հիմնական երկու մրցակիցներն են շատ ուժեղ զույգ, տվյալ պարագայում կիսաեզրափակիչ Արարատ Արմենյանն հասկանում եք, բոլորն էլ այդ երկու թիմերն էլ այս մրցաշրջանի ընթացքում են պայքարել են եւ հայտարարել են այդ մասին, որ նպատակ ունեն օրինակ նույն նոան կրկնելու իրենց հաջողությունը, հա, նախորդ տարվա ոսկե դուբլը կրկնելու, այնպես որ այս մրցաշարում նրանք գնալու են մինչև վերջ եւ ակնկալել, սպասել, որ օրինակ նման բան կարող է տեղի ունենալ, մանավանդ նախորդ տուրերի տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին շատերն է որ բողոքում են մրցավարությունից եւ թե նմանատիպ դրվագներ եղել են Արարատի հետ, եղել են թե Շիրակի հետ, հիմա բոլորին չեմ կարող մտաբերել ու հիշել, բայց այնպես չէ, որ դիպվածներ, խնդրահարույց դեպքեր չեն եղել, որոնք որ հիմա արդեն դարձել են նաև վիդեո ամփոփման տեսանկյունից, ձևաչափի տեսանկյունից պատճառ եւ ֆուտբոլի ֆեդերացիան հիմա արդեն նմանատիպ ամփոփ վիդեոներ է պատրաստում մեկնաբանելով մրցավարների որոշումները, որը իհարկե լավ քայլ է։ Պետք է ասել, որ դա լավ քայլ է, բայց նաև ես կուզենայի հասկանալ արդյոք բոլոր այդ վիդեոներում մենք պարզապես քննարկում ենք, որ պետք է լավ այսպես ձևակերպեմ, արդյոք այդ վիդեոները զուտ նրա համար են, որպեսզի արդարացնեն մրցավարների որոշումները, չէ՞ որ նրանք էլ են մարդ եւ հնարավոր է սխալվում են եւ ես կարծում եմ, որ այդուհանդերձ պետք է այդտեղ իրապես իր մեջ մրցավարական բաժնի ներկայացուցիչները ուժ գտնեն եւ ասեն օրինակ այո այստեղ մրցավարը իրապես սխալվել է դրվագը չի նայել կամ որոշումը պետք է լիներ այսպիսին նա կատարել է այսպիսի որոշում նա որոշումը չի փոխել եւ չի էլ ցանկացել որ վառով գնա դիտի ավելի լավ հասկանալու համար օրինակ այդ պրակտիկան կա այլ երկրներում եւ ես գիտեմ, որ լինում են տեղեր, երբ իրապես շատ կոշտ ու հստակ նույն այդ մրցավարական բրիգադի ղեկավարը կամ ղեկավար կազմից ինչ-որ մեկը, որ նման հաղորդաշարերի անգամ ընթացքում գալիս եւ բաց քննարկում են, լսում աուդիո զայնագրությունները, նրանք նաեւ ըստ այդմ շատ կոշտ ու հստակ որոշումներ են կայացնում, որ օրինակ այստեղ մրցավարը իրապես սխալվել է եւ նա օրինակ պետք է ոչ թե տուգանվի, այլ օրինակ նրանց դեպքում տուգանքը լինում է հետագայում նրանք օրինակ 2-3 խաղ բաց են թողնում կամ օրինակ եթե շատ լուրջ որոշում է սխալ որոշում, հա, նրանք մինչև մրցաշրջանի վերջ այլևս չեն կարող սպասարկել այդ մակարդակում հանդիպում։ Հիմա մեզ մոտ այդ քայլը կատարվել է, բայց արդյոք այդտեղ կլինեն այդ տեսանկյունից արդարացի մեկնաբանություններ, դա արդեն հարցի երկրորդ հատվածն է։ Կրկնում եմ, այս հատվածով ավելի բաց ու թափանցիկ լինելու տեսանկյունից այո, կարևոր քայլ է, բայց պետք է նաև, կրկնում եմ, այստեղ նշվի արդարացիորեն, որ օրինակ այստեղ կամ այստեղ մրցավարը սխալվել է։ Մեր առաջնության վերջին հանդիպումների մասին, եթե ավելի մանրամասն խոսենք, իսկ մեկ հանդիպում արդեն քննարկեցինք, հա, Ուրարտուի սեփական արկի տակ դիմակայությունը, որտեղ որ նրանք պարտվեցին 2-0 հաշվով, եւ նաև մի քանի խոսք եղավ, որտեղ մենք թեքվեցինք դեպի մրցավարական որոշումները Ուրարտուի կներեք Նոայի եւ Փյունիկի մասին հանդիպման դեպքում երբ խոսեցինք, դրանցից բացի տուրը հարուստ էր այնքանով, որ հարուստ էր նաև այլ հանդիպումներով եւ եւս 3 դիմակայություն տեղի ունեցավ, պետք է ընդգծել, որ առաջատարների միջև մրցանակային տեղերի տեսանկյունից պայքարի շատ կարեւոր էր մի խաղ ԲԿՄ-ի եւ Ալաշկերտի միջև Ավանի ակադեմիայում, այստեղ Ալաշկերտը ուղղակիորեն ձեռքից բաց թողեց շատ կարեւոր 3 միավոր, արդյունքում 2-2 եւ դա ինձ հուշեց, որ մեկ հետաքրքիր վիճակագրական տվյալ պետք է ասեմ, որ մինչև այս պահ, հա, առաջնությունը արդեն ակնհայտորեն բաժանվել է երկու մասի, առաջատար հնգյակ եւ հաջորդիվ մյուս հնգյակը եւ սոցիալական ցանցերում մեր գործընկերներից մեկը հետաքրքիր մի տվյալ էր հաշվել։ Իդեպ սխալ էր հաշվել ամեն դեպքում, ասեմ, հիմա կներկայացնեմ ավելի մանրամասն, թե ինչի մասին է խոսքը։ Այդ երկու հնգյակի
թմերին, եթե մենք ի սկզբանե առանձնացնում ենք նրանց մինչև այս պահը 24 տուր բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել Արարատ Արմենիա, ԲԿՄ, Վան, չգիտեմ, Ուրարտու եւ այլ բոլոր տարբերակներով եւ հնարավոր էր օրինակ այդ ստորին հատվածի 5 թմերի համար այս ընթացքում վաստակել գրեթե 200 միավոր, եթե բոլոր նրանք իրենց հանդիպումները հաղթեին, որպեսզի ընկալեք թե ինչի մասին է խոսքը, պոտենցիալ նրանք կարող էին գրեթե կլորացնենք 190 միավոր վաստակել։ Գրված էր, որ նրանք վաստակել են այդ 190 միավորից, իդեպ ասեմ պայմանական եմ ասում, լավ չեմ հիշում, 186 էր, տոլի 190 միավոր կարող էին վաստակել, եթե բոլոր խաղերում, կրկնում եմ հաղթեին, չնայած որ բոլոր խաղերում վաստակեին այդ 3 միավորները, որ կդառնային ինքնաբերաբար առաջատարներ, բայց դա որպես պոտենցիալ ենք մենք քննարկում։ Հիմա ստորին հնգյակի թմերը իրանք այդ հնարավոր միավորների քանակից նշված էր 18, ես վեր ստուգեցի եւ նրանք ընդամենը 21 միավոր էին վաստակել եւ վերջին նմանատիպ միավորը հենց այս ԲԿՄ-ի եւ Ալաշկերտի միջև 1 միավորն էր, ոչ ոքին, հա։ Այո, եթե նայում ես գրեթե 200 միավորից ընդամենը 21 միավոր, այո, դա հսկայական տարբերություն է եւ իրապես ստորին 5 հորիզոնականներում գտնվող թիմերը չեն կարողանում իրապես մրցակցել մինչև վերջ առաջատար հնգյակի ներկայացուցիչների հետ եւ դա իր հերթին արտացոլվում է այստեղ 5-րդ եւ 6-րդ հորիզոնականների միջև այդ միավորների քանակով կարելի է դա արդեն հասկանալ 43 եւ 28, չնայած նրանց ընդամենը մեկ տեղ է բաժանում։ Իր հերթին ստորին, որի մասին խոսել ենք նաեւ նախորդ թողարկմանը, ստորին հնգյակի թիմերն իրար միջև կատարյալ անստաբիլ են։ Այստեղ 6-րդ հորիզոնականի թիմը իրապես կարող է 10-ին պարտվել։ 9 կարող է բոլոր խաղերում հաղթել օրինակ 6-րդ տեղի գրաված թիմերին։ Բոլոր այդ 3 խաղերում, որոնք որ մեկ մրցաշրջանի ընթացքում նրանց միջև տեղի ունենում։ Իդեպ այս ստորին հորիզոնականներում տեղի ունեցած հանդիպումներից մեկը, որը կարծում եմ, որ այդ տրամաբանության շրջանակներում շատ կարևոր է, այս թեմայի շուրջ քննարկման մանրամասները հասկանալու տեսանկյունից մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում տեղի ունեցավ փոփոխություն եւ Արարատը հաղթելով Շիրակին Գյումրիում 2-0 հաշվով կարողացավ վերջին հորիզոնականից բարձրանալ, չնայած հավասար միավորների պայմաններում են նրանք կոնկրետ հիմա եւ 12 միավորով նրանք հիմա 9-րդն են եւ արդեն 10-րդն է նույն էլի 12 միավորով Գյումրիի Շիրակը։ Ցավալի է տեսնել մեր երկու լեգենդար ակումբներին վերջին երկու հորիզոնականներում, դա պատճառ դարձավ, որ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժեշտ տա ակումբին մինչև առաջնության ավարտը եւ մի շատ հայտնի բոլորի կողմից սիրված մասնագետ ուղղակիորեն կապ ունեցող Գյումրիի Շիրակի հետ վերադառնում է Գյումրվա ֆուտբոլ։ Խոսքը Վարդան Բիչախչյանի մասին է, Վահան Բիչախչյանի հայրիկի, նա նորից կգլխավորի կփորձի շտկել իրավիճակը եւ այստեղ մինչեւ առաջնության ավարտը փորձի բարձրանալ 9-րդ տեղ, քանի որ մեծ հսկայական ավանդույթներով Շիրակի մարզը եւ հենց ինքը Շիրակ ակումբը, որը առասարակ տարբեր մարզաձևերում եւ հատկապես ֆուտբոլում միշտ եղել է ուժեղ, հիմա արդեն չի կարող իրեն թույլ տալ լինել վերջինը։ Շատ կարևոր էր այդ տեսանկյունից հասկանալ, որ ակումբում ընկալում են իրավիճակը կարիք ունի շտկման, բայց եւ Արարատի համար դա գերբարդ խնդիր է, դա նշանակում է, որ Շիրակը չի համակերպվելու այդ դիրքի հետ եւ ինքը Արարատը, որը իդեպ առաջնության երկրորդ հատվածում նոր մասնագետի գլխավորությամբ շատ լավ է հանդես գալիս, ու համեմատաբար հասկանում եք առաջին հատվածի, գարնանային հատվածի, աշնանային հատվածի, գարնանային հատվածում իհարկե մեզ մոտ արդեն ակնհայտ է փոփոխությունը, թիմը անհույս վերջին հորիզոնականն էր, հիմա արդեն կարողացավ դուրս գալ այդտեղից եւ հայտնվել 9-րդ հորիզոնականում։ Թերևս այսքանը այնտեղ եւս մեկ հանդիպում կար, պետք է նաեւ արդարացիան համար նշել այստեղ գրանցված արդյունքը Վանը նվազագույն հաշվով պարտության մատնեց Գանձասարին, այսինքն ստացվում է, որ կոնկրետ այս տուրում գրանցվել է 2 ոչ ոքի եւ մնացած 4 խաղերում հաղթել են
հյուրերը եւ դաշտի տերերը ոչ մի հաղթանակ չեն տոնել։ Դա էլ իր հերթին ինչ որ հետաքրքիր փաստ, որ մենք կարող ենք արձանագրել։ Այսպիսով այսքանը Հայաստանի հայկական ֆուտբոլի մասին եւ շտապ ենք շարունակել, քանի որ մենք եվրոպական ֆուտբոլում բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ ունենք քննարկելու։ Սկսենք անգլիական Պրեմիեր լիգայից։ Եվ այստեղ Մանչեսթեր Սիթին, որը գարնանային հատվածում ուղղակիորեն փայլում էր, որոշեց sense քարը վերցնել ու գցել սեփական ոտքի վրա։ Նրանց մոտ դա ստացվեց։ Դա ստացվեց ինչպես ստացվեց մրցակցի արկի տակ Լիվերպուլում տեղի Էվերթոնի հետ, չնայած որ առաջինը Գվարդիոլայի սաները կարողացան հաշվի մեջ առանցնել Դոկուի դիպուկ հարվածի շնորհիվ, այդուհանդերձ դրանից հետո թե ինչ տեղի ունեցավ, կարող են հասկանալ միայն նեղ ֆուտբոլային մասնագետները, կարող են մեկնաբանել ինչ-որ մի կերպ, Գվարդիոլան վստահ եմ չի կարողանա, քանի որ Էվերտոնը մի անգամից 3 գնդակ ուղարկեց City դարպասը ինչ-որ հանգստություն էր, խաղաղություն եւ մի անգամից ալեկոծվեց Էվերտոնը, գժվեց ու վերցրեց 3 անգամ տենց ապտակեց։ Այո, 3-1 հետագայում թրիլերային վերջաբան, եւս 2 անգամ Մանչեսթեր Սիթին գրավում է Էվերտոնի դարպասը եւ հաշվում հավասարությունը լուսատախտակը արձանագրում է, որ պոտենցիալ առաջատարները առաջնությունում երկու միավոր են կորցնում։ Բազմաթիվ երկրպագուների խնդրանքներ հասավ նպատակին, հա, անեց կլինի, խնդրանք կլինի, չգիտեմ։ Անգլիայում արդեն շատ էին վիրուսային վիդեոները, որտեղ որ երկրպագուները պաղատում, աղոթում էին ուղղակիորեն Գվարդիոլային, որի հետ նախկինում աշխատել է Արսենալը գլխավորող Արտետան, խնդրում էին ուղղակիորեն, ասում էին գոնե այս մրցաշրջանում հանգիստ թող թույլ տուր մեզ, որ Արտետան ինչ որ մի բան նվաճի։ Հիմա դա տեղի ունեցավ։ Դա ինչ որ մի ձև այդ պաղատանք աղերսանքները տենց Լոնդոնի տարբեր հատկապես հյուսիս լոնդոնյան շրջաններից գնացին հասան դեպի Լիվերպուլ եւ Էվերթոնը այդ խնդրանքները կյանքի կոչեց հատուկ Արսենալի համար։ Նվազագույնը գոնե այս պայդրությամբ նրանք պետք է շնորհապարտ լինեն իրենց մրցակիցներին առաջնությունում, չնայած այս պայդրությամբ Էվերթոնը առաջնության վերնամաս եւ որևէ ակումբի համար մեծ հաշվով տենց ընկեր մրցակից չէ, սենց ասեմ, ոտ գցել չի կարող։ Իսկ ինչ է ստացվում մեզ մոտ առաջնությունում այս պահի դրությամբ Արսենալը, որը երաշխավորել է իր տեղը Գալիք Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլում, առաջատարն է 76 միավորով, նրանք երկու պարտություններից հետո իրար հետևից հիմա դարան 2 հաղթանակ, հաջորդ տուրում նրանք հանդիպելու են Վեսթ Հեմի հետ, իսկ Վեսթ Հեմը, ինչպես գիտեք, պայքարում է առաջնությունում մնալու համար, այդ տեսանկյունից գերբարդ հանդիպում է լոնդոնյան դերբի, իր հերթին նաև հենց պղպջակների հետ սեր ունեցող ակումբը սեփական արկի տակ է խաղալու, խոսքը հենց Վեսթ Հեմի մասին էր։ Եվ այստեղ եթե Վեսթ Հեմը կարողանա հաջողել, նրանք նախ եւ առաջ նորից արդեն հնարավորություն կտան Մանչեսթեր Սիթիին հաջողել, այստեղ ամեն տեսակի միավորի կորուստ է, եւ թե 3 միավորի տեսքով, որը կվաստակի Վեսթ Հեմը, եւ թե եթե կարողանա ոչ ոքի կորզել Մանչեսթեր Սիթին էլ դե հասկանալի է, նրանք Բրենտֆորդին փորձելու են հաղթել սեփական հարկի տակ եւ սպասել թե ինչ է անելու Վեսթ Հեմը շատ քիչ է մնացել ընդամենը 3 հանդիպում Արսենալին եւ եւս մեկը ունի ձեռքի տակ, այսինքն 4 հանդիպում ունի Մանչեսթեր Սիթին, գիտեք որ նա մեկ հանդիպում քիչ էր անցկացրել, բայց այս պայդրությամբ եթե նախորդ տուրի տվյալներով եթե քննարկեինք, հա, այդ հավելյալ հանդիպումն էլ եթե հաղթեր, հավելյալ գործոններով նրանք առաջին տեղում էին, բայց փաստացի նրանք ոչ ոքի խաղալով այդ պոտենցիալը կորցրեցին։ Հիմա արդեն պետք է սպասեն ու ակնկալեն, որ Արսենալը պետք է սայթակի, այնպես որ Անգլիայի առաջնությունը իր վերջաբանի տեսանկյունից շատ հետաքրքիր է շարունակելու մնալ մեզ բոլորիս համար։ Առաջնությունում կան մի երկու ակումբներ, որոնք որ առանձնահատուկ կարիք ունեն քննարկման։ Գիտեք, Բարլին, ինչ է միավորում Բարլին ու Չելսին։ Նրանք վերջին Չելսին անգամ 6 հանդիպում եւ ավելին նրանք պարզապես պարտվում են, իդեպ առաջնության սկզբնամասում Չելսին հաղթողի հավակնորդներից մեկն էր, այն թե ինչպես էր թիմը ընթանում, հիմա արդեն չի ընթանում։ Իրոք չի ընթանում, հասկանում եք, նրանք
որքան միավոր ունեին, այդքան էլ գրեթե մնում են։ Այնտեղ 1-2 ոչ ոքի, 1-2 հաղթանակ եւ պետք է ընդգծել, որ դա գավաթի խաղարկությունում էր, լիգայի խաղարկությունում էր, այլ ոչ թե այստեղ հենց Պրեմիեր լիգայում։ Նրանք ուղղակիորեն խայտարակ վատ շրջանի մեջ են հայտնվել եւ արդյունքում հնարավոր է եթե այս կերպ շարունակվի նրանք անգամ լավագույն տասնյակից դուրս մնան իրադարձությունները ել ավելի հետաքրքիր են դառնում մրցաշարային աղյուսակի հետնամասում որտեղ որ Տոտենհեմը եւ նույն Վեսթ Հեմն են պայքարում 18-րդ հորիզոնականում չհայտնվելու համար Տոտենհեմը յուրահատուկ թիմ է Դեզերբին իրապես հաջողվում է հյուսիս լոնդոնյան ակումբին այս իրավիճակից դուրս բերել ասեմ 7 միավոր արդեն լավ է մեկ ոչ ոքի երկու հաղթանակ եւ այս դրությամբ նրանք իրավիճակը շտկել են նրանք 17-րդ տեղում են Վեսթ Հեմը պարտվեց իր խաղում պետք է ասել նաեւ որ հաջորդ խաղերը եթե դիտարկում ենք հաջորդ 3 այնտեղ գոնե առաջինը Լիցն է որպես մրցակից լինելու Տոտենհեմի եւ Լիցն էլ այնպես չէ որ շատ լավ մրցաշրջան է ունեցել բայց նվազագույնը վերջին 5 խաղում նրանք չեն պարտվել եւ դեռ ավելին ունեն 3 հաղթանակ եւ 2 ոչ ոքի այնպես որ Լիցը գոնե հիմա այս փուլում բավական լուրջ ու լավ շրջան է թևակողել այնպիսին ինչպեսին նույն Նոթինգեմ Ֆորեսթը որը ուղղակի չեմպիոնական տրամաբանությամբ է հանդիպումները անցկացնում հաղթում է գրեթե բոլորին այդ թվում նաեւ Չելսին այս վերջին պարտությունը Չելսիի տասնյակ պարտությունների շարքում նաեւ հենց տասնյակ այո Չելսին արդեն 13 պարտություն ունի նույնքան որքան հաղթանակներ է տոնել այնպես որ տասնյակ մի փոքր ավել դրա ուղղակիորեն կեսից ավելը վերջին շաբաթների այս գարնանային հատվածի վրա է բաժինացնում գերետաքրքիր թե առաջնամաս մրցաշարային աղյուսակում թե հետնամաս այնպես որ ամբողջ Անգլիայի առաջնությունը թոհուբոհ է հիշեցնում թե վերևում թե ներքևում թերևս այսքանը Անգլիայի առաջնության մասին շտապենք Իտալիա քանի որ հնարավորություն կա շնորհավորելու գիտեք ում իհարկե Հենրիխ Մխիթարյանին գնանք Իտալիա ու շնորհավորենք Հենրիխին քանի որ նա երկրորդ տարին անընդմեջ կարողանում է երկրորդ անգամ կարողանում է նվաճել Իտալիայի չեմպիոնի կոչումը Հասրեցի ինքս ինձ շտկել, ուզում եի ասել երկրորդ մրցաշրջանը անընդմեջ, բայց նախորդ մրցաշրջանը Ինտերը ամբողջ առաջնությունը գրեթե անցկացրեց վերնամասում, բայց ամենավերջին պահին ուղղակիորեն սայթակեց եւ կորցրեց չեմպիոնական 21-րդ տիտղոսը նրանք մրցաշրջանը արդեն չեմպիոնական այդ թագը կարողացան ապահովել այս տարի։ Եվ ինչ կարող ենք ասել, կարող ենք նախ եւ առաջ շնորհավորել այս մրցաշրջանը արդյունավետության տեսանկյունից Հենրիխի համար նահանջ տարի չենք կարող անվանել, բայց նրան մշտապես մենք ընկալել ենք որպես մարդու, որ գոլեր է խփում, գոլային փոխանցումներ է կատարում, այս մրցաշրջանում իդեպ իր համար չեմպիոնական խաղում, որտեղ որ նրանք կարողացան հաղթել Տորինոին գոլերից մեկը կներեք իհարկե Պարմային եւ գոլերից մեկը իր հաշվին գրանցեց հենց Մխիթարյանը սա այս մրցաշրջանում Հենրիխի համար երրորդ գոլն էր եւ եւս մեկ գոլային փոխանցում ունի իր ակտիվում սա երրորդ մրցաշրջանն է 4-րդ մրցաշրջանն է Ինտերում Մխիթարյանի համար եւ իհարկե Իտալիայի առաջնությունը նրան արդեն բավական առավել քան ծանոթ է արդեն Եթե գումարում ենք նաև Ռոմայում անցկացված 3 տարիները, ստացվում է 7-րդ մրցաշրջանը, իհարկե Ռոմայում նա շատ ավելի արդյունավետ է եղել է տարի, որ նա ավելի քան 10 գոլ է խփել, սակայն Ինտերում նրա դիրքը գիտեք փոխվեց եւ թե Ինձագին եւ թե հիմա արդեն նոր գլխավոր մարշչի գլխավորությամբ նա այն նույն արդյունավետությամբ չի փայլում, բայց պետք է ընդգծել, որ նա շարունակում է մնալ
Ինտերի համար անկյունակարային ֆուտբոլիստ անգամ այդ տարեց ֆուտբոլիստների շարքում շատ են քննարկումները, որ նրանցից որոշներին Ինտերը հաջողություն է մաղթելու եւ նրանց ճանապարհները բաժանվելու են, բայց այդպես տեղի չի ունենալու կարծես թե Մխիթարյանի հետ եւ սա հիմա ինձ համար առիթ է, գիտեք, քննարկելու հայկական ֆուտբոլի պոտենցիալը ունենալու Եվրոպայում ինչ որ դեսպան Փաստ է մենք չենք սխալվի, եթե ասենք, որ վերջին տարիների ընթացքում որքան էլ որ օրինակ Չեմպիոնների լիգայում անգամ փոքրիկ փայլատակում է ունեցել Տիգրան Բարսեղյանը, եղել է Սարգիս Ադամյան Բունդեսլիգայում, որ գոլեր էր անում անգամ Բավարիային եւ Դորտմունդի Բորուսիային, այդուհանդերձ դա անում էր նա համեստ ակումբների կազմում, նույն Հոֆենհայմի եւ միանշանակ է նաև եթե խոսենք, չգիտեմ, Վարազդատ Հարոյանի մասին, ով գնաց իսպանական Լա լիգա եւ այլն, կարճ ասած, անգամ Ռանոսի Հրանտ Լեոն Ռանոսի Մյունխեն Գլադբախի Բորուսիան այդ քաշային կարգի թիմ չէ եւ այդ տեսանկյունից պետք է ասել, որ գրանդ եվրոպական ակումբում ունենալ հայազգի ֆուտբոլիստ շարունակում է մնալ փաստացի միակ դեպքը Եվ կարծես թե նա եւս 1 տարի կանցկացնի Իտալիայի Սերիա A-ում։ Այդ Սերիա A-ում գալիք մրցաշրջանի կլինի նաև վերադառնում է նաև Վենեցիան։ Բոլոր նրանց համար, ովքեր որ սիրում են իմանալ, թե ովքեր են գնում, ովքեր են գալիս, եւ եթե վերջին հորիզոնականներին նայենք, այստեղ Վերոնան եւ Պիզան արդեն պարզապես լքել են եւ վերջին տեղերի համար տեսականորեն Կրեմոնեզ են։ Կարող է պայքար մղել ինչ-որ մի կերպ մնալու համար Լեչեի հետ Լեչեն իհարկե ունի միավորների այնպիսի պաշար, որ թույլ է տալիս նրանց մի քիչ իրենց ապահով զգալ, բայց եթե նորից վերադառնանք այդ նույն թեմային, Ինտերը իհարկե որոշակի ճգնաժամի մեջ է, բայց այդուհանդերձ նրանք կարող են նաև իրենց ցույց տալ Իտալիայի գավաթի խաղարկությունում որտեղ նրանք հանդիպելու են երկու գալիք հանդիպումները նրանց հենց Լացիոյի հետ են նախ Իտալիայի Սերիա A-ում, ապա արդեն գավաթի եզրափակում, որը նախատեսված է մայիս ամսի 13-ին Հայաստանի ժամանակով ժամը 11-ին կարող է նաև գավաթը նվաճել այնպես որ նորից համ շեղվում ենք, համ փորձեմ ես ինքս ինձ վերադարձնել մեր հիմնական թեմային, իսկ հիմնական թեման Հենրիխ Մխիթարյանն է գլոբալ նրա կարիերան միանշանակ ստացվել է։ Նա հանդես է եկել եվրոպական ամենաթոփ առաջնություններում, Գերմանիայում, Անգլիայում, անգլիական 2 գրանդ ակումբում, Manchester United, Arsenal, եւ այդտեղից արդեն իտալական գրանտներ, Ռոմա Ինտեր։ Ինտերը երևի թե այդ ճանապարհին բոլոր այդ փնտրտուքների մեջ ամենաստացվածն էր։ Շատ լավ շրջաններ է ունեցել, դիրքի փոփոխություն իհարկե նրան բացահայտեցինք մի փոքր ավելի այլ պաշտոնում ֆուտբոլային, սենց ասեմ, եւ իհարկե ցանկանում ենք, որ այդ դերում նա շարունակի մնալ։ Շատերը միշտ էլ սիրել են հայկական ֆուտբոլը, համեմատել նույն վրացականի հետ եւ գիտեք հատկապես համեստ ֆուտբոլային ավանդույթներով երկրների համար, օրինակ ես կարծում եմ, որ 3 չափորոշիչ կա, հա, ակումբային ֆուտբոլում ինչ հաջողություններ ես դու գրանցում, դու քո ներքին երկրի մակարդակում եւ քո ակումբներին գործ ուղելով նաեւ եվրոպական մրցասպարեզներ Այստեղ ես կարծում եմ, որ միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի առաջնությունը ամեն առումով վերջին 6, 7, 8 անգամ տարիների ընթացքում միանշանակ արժևում է վստահ քայլերով, էլ չպետք է պատմեմ, հա, կոնֆերենցիաների լիգայում մեր ակումբների հաջողությունների մասին։ Կարող ենք համեմատել հավաքականների մակարդակում, այստեղ միանշանակ է, որ անխոս վրացական ֆուտբոլը անհամեմատելի առաջ քայլ է կատարել եւ դժվար կլինի անգամ շատերին թե Ադրբեջանին եւ թե մեր ընտրանուն կրկնել դա Ադրբեջանը առասարակ ինչ որ ետնախորշերում է մենք գոնե մեկ ինքներս մեզ հույս ենք տալիս եւ իհարկե քո ֆուտբոլը դու կարող ես համեմատել առանձին անհատ աստղերով Այստեղ մենք երկար ժամանակ եղել ենք իհարկե միակը Հենրիխը փայլում էր այս թվարկածս երկրների ուժեղագույն ակումբներում եւ մինչեւ այն պահ երբ Խվիչյան Ռուսաստանից գնաց
Վրաստան, որպեսզի թափ հավաքի եւ մեկնի Եվրոպա։ Նրա մուտքը եվրոպական ֆուտբոլ առավել քան ֆանտաստիկ է ստացվել եւ նաեւ պետք է ընդգծել Մամարդաշվիլիի գործոնը, հա, նրանք ունեն top level-ում խաղացող թե խվիչա եւ թե դարպասապա, ունեն տարբեր մակարդակի առաջնություններում, այդ թվում եւ Ֆրանսիայում խաղացող մի շարք ֆուտբոլիստներ, Վիլյարեալում, կարճ ասած, այդ տեսանկյունից մենք հիմա փաստացի եւս պարտվում ենք, բայց հենիքը մնում է այն գործող դեսպանը, որը շարունակում է Եվրոպայում մեր ֆուտբոլի մասին եւ մեր մասին ստիպում է եվրոպացիներին խոսալ եւ նայել մեր ուղղությամբ։ Իսկ դա կարծում եմ կարեւոր է։ Հիմա այդ տեսանկյունից նայեք, պատկերացրեք, որ եւս 1 տարի հնարավորություն կա երկարաձգելու նրա արտակարգ եւ լիազոր դեսպանի աշխատանքը տվյալ պարագայում իտալական սերիա A-ում։ Իսկ ովքեր են գալիս այն տակից, ովքեր որ կարող են այդ թագն ու պաշտոնը, ավելի շատ այս դեպքում պաշտոնը, հա, վերցնել իրենց վրա։ Կդժվարանամ ասեմ, այնքան ժամանակ է մենք քննարկում ենք Էդուարդ Սպերցյանի գործոնը։ Էդուարդը վերջը մնալու է Ռուսաստանում, թե ուզում է գնալ։ Վերջին տվյալներով կամ վերջին այն թարմ մեկնաբանությունները, որոնք որ այս թեմայի շուրջ եղել են, դա հենց Սպերցյանի կողմից են, որոնք որ իմ ուղեղում դաջվելու մնացել են։ Հիմա պատմեմ, որ օրինակ նույն Էդուարդը ասաց, որ պայմանական էլ չէ, ինքը չի ցանկանում գնալ, որովհետև դա չի համարվում քայլ առաջ։ Հիմա դե շատերդ կարող եք ընդվզել, շատերդ կարող եք հակառակը պնդել, բայց դա իր կյանքն է, իր կարիերան է։ Իսպանական Լա Լիգան եւ համեստ ակումբները Կրասնոդարի եւ մասնավորապես Էդուարդ Սպերցյանի համար promotion չէ, այսպես ասեմ։ Առաջ քայլ չէ։ Դա իր իրավունքն է հասկանալու եւ մեկնաբանելու սեփական ապագան, բայց մեծ հաշվով այն պոտենցիալը, թե ովքեր կարող են այդուհանդերձ եվրոպական top առաջնություններում մեզ ներկայացնել, իհարկե Էդուարդը այստեղ առաջին տեղում է։ Երկրորդ տեղում իհարկե արդեն Ցրվենա Զվեզդայի հետ Սերբիայի չեմպիոն դարձած Նաիր Տիկնիզյանն է։ Նաիրը խաղաց, ցույց տվեց իր որակները նաև Եվրոպա լիգայի խաղարկությունում, բավական ուժեղ ակումբների հետ նաև որակյալ ֆուտբոլ ցուցադրեց եւ հնարավոր է ակնկալել, որ նա կարողանա եւս 1-2 քայլ առաջ կատարել, բայց քայլ առաջ այստեղ ինչ է, արդյոք ես կարծում եմ օրինակ ներքին վստահություն ունեմ, որ օրինակ նույն Նաիրը Էլչեի տարբերակը կդիտարկի, ոչ միայն կդիտարկի, այլ նաև կգնա։ Եվ դա մեկ քայլ առաջ դիտարկենք եւ քայլ 2 հնարավոր է որ Էլչեից նա միջին եվրոպական կամ անգամ իր պոտենցիալով, հնարավորություններով որոշակիորեն top հիշեցնող ակումբներում հայտնվի։ Բայց դա արդեն ժամանակի խնդիր է։ Շատ էր խոսվում այս ամբողջ տարվա ընթացքում, որ ֆրանսիական բազմաթիվ ակումբներ են նայում ու հետևում Նաիր Տիկնիզյանի խաղին։ Հուսանք դա այդպես է, հուսանք որ հենց Ցրվենա Զվեզդան նաև չի խոչընդոտի, եթե քայլ առաջ կատարելու ժամանակն ու հնարավորությունը նա ստանա։ Եվ վերջապես գոնե այս փուլում եւս մեկ խաղացող եմ ես իմ արժեվ տեսնում, պատկերացնում, դա իհարկե Վահան Բիչախչյանն է, հայկական ֆուտբոլի գոնե այս պահին միակ ներկայացուցիչը, որը Հայաստանում է անցել այդ ֆուտբոլային դպրոցը, այլ ոչ թե Ռուսաստանում, իսկ թե Նաիրը եւ թե Էդուարդը ռուսական ֆուտբոլային դպրոցի ներկայացուցիչներ են, ինչ կլինի Վահանի հետ Բիչախչյան։ Իհարկե նա այս պահին ունի վնասվածք։ Իհարկե նա եվրոպական բավական լուրջ ակումբում է, Լեհաստանի ամենատիտղոսագիր ակումբներից մեկում Լեգիայում։ Լեգիան այս տարին ուղղակիորեն կարելի ասել անհաջող տարի անցկացրեց։ Պետք է նաև ընդգծել, որ նոր մարշչի գլխավորությամբ նրանք բավական լավ են հանդես գալիս վերջին խաղերում եւ ըստ էության միավորները, որ կարողանում են վաստակեն։ Դա այդ տեսանկյունից միանշանակ կարևոր է, նրանք գոնե վերջնամասից հայտնվել են մրցաշարային աղյուսակի միջնամասում։ Միակ պարտությունը խոշոր հաշվով կրեցին առաջատար Լեխից։ Եվ հիմա այս մրցաշրջանը եկեք որակենք որպես անհաջողություն եւ շարժվենք նայենք առաջ։ Կմնա այս պայդրությամբ կարծես թե Վահանը մնում է Լեհաստանում, բայց այո Լեհաստանի առաջնությունը եւ թե Լեգիան այն ակումբն է եւ այն մրցաշարն է, որը միշտ եվրոպական գրանտների, հատկապես գերմանական ակումբների ուշադրության կենտրոնում են։ Գալիք մրցաշրջանը կխոստանա մեզ քայլ առաջ նրա կարիերայում, չգիտեմ, դժվարանում եմ ասել, բայց պոտենցիալ կա, որ
Եթե հաջորդ մրցաշրջանում չէ, ապա դրանից հետո իհարկե գալիք մրցաշրջանի համապատասխան փոփոխություններից եւ արդյունքից հետո, որը իհարկե Եվրագավաթների տեսք կարծես թե չի ստանալու եւ Լեգիան բավարարվելու է միայն Լեհաստանի ներքին մրցաշարերով։ Ահա այն ամբողջ հայկական ֆուտբոլի պոտենցիալը, որը գոնե այս պայծրությամբ ես կարող եմ ընդգծել եւ տեսնել վերհանել։ Այնպես որ հուսանք, որ այդպես էլ կստացվի եւ նրանցից բոլորը իրենց հերթին իրենց քայլ առաջները կկատարեն։ Հաղորդման վերջնամասում ավտոմոտոսպորտի սիրահարների համար մի փոքրիկ լուր ունեմ ձեզ ծանուցելու եւ դրանից հետո արդեն հրաժեշտ տալու ժամանակը կգա։ Բացի ֆուտբոլից նաև եւս մեկ հետաքրքիր իրադարձություն ունենք, որ ես ցանկանում եմ հակիրճ ձեզ ներկայացնել, քանի որ ինձ համար շատ հետաքրքիր է եղել հետևելու պոտենցիալ ունեցող եւ աշխատասեր այլ մարզաձևերի նաև հայ ներկայացուցիչների, կոնկրետ իսպանահայ Դանիել Դալաքյանի ավտոմոտոսպորտում գրանցած հաջողությունների մասին ոչ մեկ անգամ խոսել ենք, նաև այստեղ հյուրընկալել նրա պրոմոթերին, մարշչին, ինչպես ասում են գործակալին, ամեն առումով մենեջերին, նրա թեւուտիկունք նաև հայրիկին Էդուարդ Դալաքյանին եւ ֆրանսիական Լը Կաստելենի հերթական մրցափուլում Grand Prix-ում, որտեղ որ մրցում են GT դասի, GT-ն դա կրճատ Gran Turismo դասի մեքենաների GS2R եւ GS-P4 տեսակի մեքենաների մրցավազքի մի մրցափուլ է եւ դրանց այս մրցաշրջանը բացվեց Բարսելոնայում եւ Անտոնին Բեռնարի հետ միասին Դանիել Դալաքյանը կարողացան հենց առաջին Grand Prix-ում հաղթանակ տոնել, դա իրենց թիմի համար VSF Racing Sports-ի համար մեծ հաջողություն էր, վստահություն, որ դա կօգնի նրանց հետագայում եւս աչքի ընկնել եւ այդ հետագան միանգամից եկավ հաջորդ իսկ Grand Prix-ում մայիսը 2 Grand Prix-ով է հարուստ այդ տեսանկյունից այս դասի մեքենաների համար եւ Լը Կաստելենի հետո արդեն Լմանի մրցաշարերը տեղի են ունենալու Ֆրանսիայում առաջինը արդեն այս հանգստյան օրերին կայացավ եւ պետք է ասել, որ իր դասի մեքենան GS2R կատեգորիայում Դանիել Դալաքյանը օրվա առաջին մեկնարկը կարողացան իր թիմակցի հետ ավարտել առաջին տեղում, իսկ երկրորդի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ, որի արդյունքում Դանիել Դալաքյանը ուղղակիորեն նահանջեց, բայց պելետոնի հետնամասում հայտնվելը նրան չխանգարեց բոլորին շրջանցել, մեքենան բերել մինչև 4-րդ հորիզոնական եւ ղեկը արդեն փոխանցել իր թիմակցին, իր թիմակիցն էլ աշխատեց, իր հատվածը եւս բավական լավ, կարողացավ հայտնվել երկրորդ տեղում եւ արդեն միավորների պաշարով նրանք շարունակում են մնալ առաջատարների թվում։ Բացառիկ արդյունք, բացառիկ լավ արդյունք, նաեւ շրջաններից մեկը ամենաարագը հենց Դանիել Դալաքյանին է պատկանում, կոնկրետ այս Լը Կաստելենի Grand Prix-ի ընթացքում։ Կարճ ասած, ընդամենը մնացել է այստեղ այս տարի եւս 4 Grand Prix եւ այդ 4 Grand Prix-ների արդյունքների եւ հնարավոր վերջնական արդյունքի ու հաջողության մասին մենք անպայման կխոսենք ու ժամանակ կտրամադրենք։ Միավորների հաշվարկն էլի դեպ ասեմ այստեղ, որ շատերի համար, ովքեր որ ավտոսպորտի ամենակարևոր իրադարձությունը Ֆորմուլա 1-ին հետևում են, նույն տրամաբանությամբ է անցկացվում առաջին հորիզոնականը հաղթողին 25 միավոր եւ արդեն մեկը լավագույն 10-րդ տեղի համար։ Այսքանը այս նաև մրցաշարի մեր հայազգի ներկայացուցչի մասին բոլորին մաղթենք հաջողություններ, մայիսը սպորտային ամիս է ամեն առումով եւ կհանդիպենք արդեն գալիք շաբաթ Բուն TV-ի եթերում։